Նախ ուզում եմ ասել, որ 2026 թվականի բյուջեն, որը կառավարությունը հաստատել է, ըստ էության արդեն համապարփակ ապահովագրության բարեփոխման ֆինանսական կտորը հաշվարկված է եւ ներառված է։ Սա մեզ համար կարևորագույն արդեն այսպես ֆիքսում է, որ 2026 թվականից մենք սկսում ենք բարեփոխումը։ Հաջորդիվ ուրեմն մեր միջգերատեսչական հանձնաժողովի քննարկումները ամփոփված են եւ ես երեք ենք դրել իդրաֆտ համակարգում արդեն լրամշակված օրենսդրական փաթեթը։ Ես ինչու ուզեցի այսօր անպայման մեկնարկային ասուլիս անենք, որովհետև վստահ եմ, որ իդրաֆտում նոր դրված այս նախագծերի փաթեթի հետ կապված կուզեի որոշակի շեշտադրումներ նախորոք ներկայացնել, ուրեմն ձեզ ուշադրությունը գրավել, որպեսզի պարզ լինի եւ դուք էլ արդեն կարողանաք փաստաթղթերի հետ ավելի հեշտ աշխատել։ Ըստ էության մեր այս օրենսդրական նախագծի մեջ ապահովագրության ներդրումը եռամյա փուլային շրջանակներում է ամրագրված եւ մենք սկսում ենք 2026 թվականից ներառելով բնակչության ուրեմն հետեւյալ խմբերը մինչև 18 տարեկան երեխաները պետության 100% սուբսիդավորմամբ կներառվեն ապահովագրության համակարգ, հիմա ես որ խմբերը նշեմ, դա 2026-ին է վերաբերվում, հաջորդիվ 27-ին կավելանան եւ 28-ին։ Մինչև 18 տարեկան երեխաներն են 65 տարին լրացած քաղաքացիները եւս 2026 թվականից կներառվեն ապահովագրության համակարգ։ Ես այս մասը ուզում եմ շեշտադրել, կարևորել եւ համարել, որ մեր պետության հանձնառությունը մեր քաղաքացիների հանդեպ, ովքեր որ տարիներով աշխատել են, ներդրում են ունեցել մեր երկրի զարգացման, կայացման մեջ, մենք ի վերջո կկարողանանք հասցեագրել նրանց առողջական խնդիրները եւ մեզ ուղղվող հիմնական պահանջների եւ կարիքների մեջ ամենամեծ ծավալը հենց այս խումբ մեր քաղաքացիներն են մեզ ներկայացնում։ Հաջորդիվ 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները ուրեմն նաև հաշվի առնելով գիտեք որ ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգ է ձևավորվում եւ այստեղ ես նշում եմ հաշմանդամություն, բայց պիտի բոլորս ընկալու ենք, որ մենք փոփոխական այս համակարգի համաձայն արդեն սոցիալական քաղաքականության համահունչ այս խմբերը եւս կներառվեն եւ անապահովության բալ ունեցող քաղաքացիները 28 եւ ավել, որը եւս փոփոխման մեջ է այս համակարգը, այստեղ էլ ուզում եմ նշել, որ գնահատման ձևաչափերը փոխվում են, պետք է այս երկու գերատեսչությունների ուրեմն կարգավորումները համահունչ դիտարկել։ Եվ ամենաայսպես առանձնահատուկ կերպով ուզում եմ խոսենք 200,000 դրամ ամսական եկամուտ աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարներ եւ այլ եկամուտներ ունեցող անձանց խումբն է, որը 2026 թվականից ներառվելու է։ Կհիշեք նախորդիվ նախագծերի շրջանակներում մենք նշում էինք 500,000 դրամից ավել կամ 300,000 դրամից ավել, բայց հաշվարկները եւ այն ուրեմն ռեսուրսները, որ մենք կարողացանք ուրեմն ֆիքսել, մենք այս քայլը անում ենք հնարավորինս մեծ թվով քաղաքացիների ներառելու առաջին փուլով։